Բարև ձեզ։ Զանգ Ալիևին, Թրիփ, Արցախ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս էր հրավիրել։ Կարոտել եք, չէ՞։ Ես որ ձեզ կարոտել եմ հաստատ։ Ընտրական տարվա երկրորդ նախագահի առաջին ասուլիսում չհնչեց ընտրությանը մասնակցելու Հայաստան դաշինքի որոշումների մասին։ Նախագահը չխոսեց նաև վարչապետի իրենց թեկնածուի մասին։ Փետրվար ամսին։ Եթե սոցիալական հարցումները պարզեն իրենց թիմում կա ավելի շատ ձայներ հավաքող մարդ, վարչապետի թեկնածուն հենց այդ մարդը կլինի։ Իսկ ում հետ են պատրաստվում գործակցել ընդդիմադիր ուժերից։ Ընդդիմադիր ընտրությունների մասնակցող ուժ պետք է միանշանակ հայտարարի, որ որևէ համագործակցություն բացառում է ԿՊ-ի հետ։ Դրանից հետո մտնեն գործարան, եթե մեկ քաղաքական ուժ բավարար ձայներ հավաքի միայնակ կառավարությունը ձևավորել է, ուրեմն դա իր իրավունքն է։ Ինքը գնում է ավելի լայն կոալիցիայի, թե միայնակ է դա։ Օրինակ ես կնախընտրեի, կհամարեի, որ պետք է գնալ ավելի լայն կոալիցիայի։ Իսկ ինչ են պատրաստվում անել ընտրությանը ավելի տարբերվող Երևալու համար այն ֆոնին, երբ Նիկոլ Փաշինյանը երիտասարդներին դիսկոտեկի է հրավիրում, երգեր գրում եւ այլն։ Կապիկություն հաստատ չեմ անելու։ Հասկանում եմ, որ սոցցանցային աշխարհում մեկ-մեկ պետք է ոչ ստանդարտ ճյուղությունների գնալ, բայց կա մարդու տեսակ եւ մարդ եթե մտնում է ինչ-որ մի process-ի մեջ, ինքը շատ չի կարող տարբերվել իր տեսակից։ Իր տեսակի մեջ պետք է լավագույնս ինքը իրեն դրսևորի։ Հիմա մարդ կա, որ ինչ կապիկություն լսես կարող անել։ Խոսելով Ադրբեջանից ներմուծված բենզինի եւ հետագայում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը խորացնելու հարցի մասին, Քոչարյանը հիշեց իր զանգերից մեկը։ Մի անգամ զանգել է Հեյդար Ալիևին եւ ասել է մեծ ծրագիր ենք անում լիսի հիմնադրամով ասֆալտ ենք։ Ես անձամբ զանգել եմ իմ գրասենյակից եւ իրեն առաջարկել եմ, որ բիտումը մենք իրենցից առնենք։ Այո, Իրանից էին բիտումը, ասի լավ էլ քայլա, մենք նաև սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել։ Ինքը ասեց, մի երկու օր դուր մտածեմ, հետ կզանգեմ։ Երկու օր հետո զանգելա, գիտեք ինչ ասա։ Ասելա, ճիշտ ես ասում, բայց մեր մոտ կարող է դա սխալ ընկալու է։ Ի տարբերություն այդ ժամանակահատվածի հիմա հաղթողի կարգավիճակ չունի Հայաստանը, եւ այս պայմաններում Ադրբեջանի հետ առևտուր անելը հոգուտ մեզ չէ, ասաց Քոչարյանը։ Իսկ Ադրբեջանի հետ այս պահին խաղաղություն հաստատված է, որքան կայուն է այն։ Հայաստանում խաղաղությունը պայմանավորված է Իլհամ Ալիևի տրամադրությամբ, նշեց երկրորդ նախագահը։ Ուզում ես 100 անգամ այս խաղաղությունը եկել է, չգիտեմ ինչ արել եւ այլն, դա մեկ է, եթե եկել է, ուրեմն եկել է եւս Ալիևի տրամադրությունից կախված։ Մեր առաջարկը հետեւյալն է. ամրապնդել լուրջ երաշխիքային համակարգով։ Իսկ Թրիփը որքանով է տեղավորվում խաղաղության իրենց օրակարգում։ Քոչարյանը հայտարարեց, ծրագիրը ծառայում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, իսկ Հայաստանը լիարժեք կողմ չէ։ 3 ժամ տևած ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցողին։ Հարցին իր նախագահության շրջանում վեհափառի հեռացման, փոփոխման հարց եղել է թե ոչ, արձագանքեց։ Որևէ միտք փոխել, ինչ-որ մտնել պատմությունների մեջ, ոչ թե չի եղել։ Նույնիսկ եթե մեկը ինձ ասեր, որ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի, հոգեկան հիվանդ է։ Քոչարյանը խոսեց նաև Արցախի հարցի մասին։ Ըստ նրա, այս հարցի իրատեսական տարբերակը վերադարձի իրավունքի ամրագրումն է։ Մեր հարցին, ինչպես են պատկերացնում այդ իրավունքի իրացումն ու վերադարձը, ինչ մեխանիզմներ կան, Քոչարյանը պատասխանեց։ Ճանապարհը մեկն է, ակտիվ դիվանագիտական աշխատանք։ Ու սա այն թեման է, որը դժվար է մերժել միջազգային հանրության կողմից։ Ես չեմ պատկերացնում, թե որևէ օրինակ եվրոպական երկիր ասի չէ, մենք այդ իրավունքը չենք համարում, որ դուք պետք է այդ իրավունքը հետապնդենք։ Դժվար է ասել, հնարավոր չէ ասել։ Դրա համար խոսքը գնում է հետևյալի մասին։ Այս պահին իրատեսականը սա է, փորձենք դիվանագիտական ճանապարհով շատ ակտիվ այդ հարցի լուծումը ստանալ։ Եվ ես տեսնում եմ, որ դա հնարավոր է։ Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել, չէ, վերադարձ
վերադարձի հարց չեն կարող քննարկել։ Վերադառնալով ընտրական տարվան վերաբերող հարցին, արդյոք համապետական այս ընտրությունը Հայաստանի Հանրապետության եւ Նիկոլ Փաշինյանի միջև է լինելու։ Քոչարյանն ասաց, Հայաստանի Հանրապետությունը լինելու է, բայց հարց է ինչպես։ Օրինակ, առանց առաքելական եկեղեցու, ազգային խորհրդանիշների, ռազմավարական կարևոր կետերի, թե դրանց հետ մեկտեղ։ Հավելեց, այս ընտրությունը մեր պետության էության մասին է։ Անի Աբաղյան, Սամվել Իսրայելյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։